Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն իսահակյանական տարին ամփոփում է «Իմ սեր ավետիք» նամականի ժողովածուի հրատարակմամբ, եւս մեկ անգամ վերահաստատելով, որ վարպետի ժառանգությունը դեռևս բացահայտման եւ ուսումնասիրության շատ շերտեր ունի։ Իսահակյանի նամակները գրեթե ամբողջությամբ հրապարակվել են 2020-21 թվականներին, կազմելով նրա երկերի լիակատար ժողովածուի 13 եւ 14-րդ հատորները, որոնք ներառում են մոտ 850 նամակ, որոնցից 300-ը նորահայտ են, եւ ընդամենը մի քանի տարի անց նոր ժողովածուն ներկայացնում է վարպետի սիրային նամականին, միանգամայն նոր լույսի ներքո բացահայտելով սիրառատ պոետին, եւ նամակների մի մասն էլ հրապարակվում է առաջին անգամ։ Մեր ընթերցողը համոզված եմ, որ շատ կսիրի այս գիրքը։ Կսիրի տեսնի, թե վարպետին սիրահար հոգի է ունեցել, ինչքան պոետական, այնքան եւ մարդկային, եւ ջերմ, եւ կրքոտ, եւ խանդոտ, ամեն ինչ հատուկ է իսկական տղամարդու, հատուկ է այս գրքի հեղինակին։ Եվ հերոսուհիների շարքը ինքնին արդեն մի գեղեցիկ պատկերասրահ է։ Վիկտորիա Աբովյան, Վավա Խաչատրյան, Ջավահիր Ներսիսյան, Շուշանիկ Մատակյան, Լասիկույրը, Արշալույս Գրիգորյան։ Գրականության եւ արվեստի թանգարանը, որի հարուստ իսահակյանական ֆոնդում են պահվում վարպետի ինքնագրերը, անձնական իրերը, չէր կարող շրջանցել բանաստեղծի 150-ամյակը եւ հոբելյանական նախագծերի ծրագրում իրականացրեց «Իմ սեր ավետիք» գրքի հրատարակությունը։ Այն իրականացվել է մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ժողովածուում հանդիպում ենք վարպետի կյանքում չափազանց կարևոր դեր ունեցող կանանց, ընդգրկված են նաեւ նրանց պատասխան նամակները պոետին։ Գիրքն ունի գաղտնի գրպանիկ, որում կարելի է տեսնել Իսահակյանի ինքնագիրը, իհարկե կրկնօրինակը ինքնագրին, եւ կարծում եմ այս միջոցով ավելի է փոխանցվում ընթերցողին հենց այն ջերմությունը, այն ազնվությունը, որը նա դրել էր այդ տողերի մեջ։ Եվ ահա այս գրքով մենք մի նոր հանդիպում ենք խոստանում ընթերցողին Իսահակյանի հետ, որովհետև գիրքը սիրո մասին է, գիրքը անկեղծության, ապրումների մասին է եւ փոխադարձության մասին է։ Ժողովածուում ներառված է 124 նամակ, մի մասը Իսահակյանների ընտանեկան արխիվից, ինչպես օրինակ Իսահակյանի մեծագույն սիրո Շուշանիկ Մատակյանի, որին վարպետը սիրում էր աննահանջ սիրով, վարպետին ուղղված 10 նամակները։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Շուշանիկի քրոջը Անիկ Մատակյանին հասցեագրված նամակները։ Նրանց նամակագրությունը սկսվել է 1904-1905 թվականներին եւ չափազանց նուրբ ու պոետիկ երկխոսություն է ներկայացնում։ Որոշ նամակների բնօրինակներն էլ վերծանման եւ հետազոտման լուրջ աշխատանք են պահանջել։ Սարգիս եւ Վավա Խաչատրյանների ֆոնդում մի սևագիր նամակ գտանք Վավա Խաչատրյանի ձեռագրով, որը սևագիր շատ վատ գրված, անընթեռնելի էր, բայց երբ մի քանի տողը վերծանեցինք մեծ դժվարությամբ, որտեղ դրանք սևագիր տարբերակ էին, շատ հետաքրքիր նամակ էր, այն ընդգրկված է հատորում եւ գցել եմ այն պատմվածքի արձակ ստեղծագործության հետ, որի մասին խոսվում է հենց այդ նամակում։ Լաուրա Վիրաբյանի գնահատմամբ նախագծի իրականացումն այնքան գեղեցիկ արդյունք ունեցավ, որ կարող էր սկիզբ տալ նոր մատենաշարի, որը կներկայացներ մեր բոլոր մեծերի նամակները եւ ոչ միայն սիրային։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։